Բարի լույս ելի հետևորդներ, հուսամ որ բոլորը լավ եք, Տիրոջ խաղաղությամբ եք, Տիրոջ անունով եմ ասում, որ այն գործերը, որոնք որ Տիրոջության պիտի հաստատվեն ձեր կյանքում եւ Հիսուսի անունով պիտի քանդվեն են բոլոր գործերը, որոնք որ Տիրոջից չեն ու եկել են ապականության համար ձեր կյանք։ Գիտես, Հիսուսը քեզ սիրում է, Հիսուսը քեզ սպասում է, Հիսուսը քեզի սկզբանե որ բերեց աշխարհ, ինքը առաքինություն ուներ, քո հետ կապված, մեզանից յուրաքանչյուրի հետ կապված, սիրելի հետևորդներ, մենք մտածում ենք հենց ինձ ենք եկել աշխարհը, բայց չէ։ Բայց ես այսօր դրա մասին չեմ խոսալու։ Գիտես, այսօր ուզում եմ ասեմ, որ այն ի սկզբանե Աստծո խոսքը ասում է, որ դեռ դու չծնված քո մոր արգանդում ես քեզ գիտեի։ Մենք երբ որ մեր արգանդում երեխա են գրում, մենք հետազոտություններ ենք անում, մեզ նկար են տալիս ու մենք տեսնում ենք ընդհանրապես երեխայի դեմքը, չէ, ու փորձում ենք նմանեցնել պապային են նման, թե մամային են նման, բայց Հիսուսը նույնիսկ մեր արգանդում մեր երեխայի բնավորության գծերն էլ գիտեր ի սկզբանե։ Ու երբ որ մենք աշխարհ են գալիս, ելի հետևորդներ, ու Հիսուսի ոտքերի մոտ չենք ունում, այսինքն մենք Տիրոջը չենք հռչակում մեր կյանքի Տեր ու Փրկիչ, աշխարհն էլ պատկանում է հակառակորդին սատանային, գալիս է մեր կյանք, մենք ենք տեղ բացում իր համար, ու ինքն էլ իր բնավորության գծերն է դնում մեր մեջ։ Ամեն տեսակի չար բաները, որոնք որ մենք շատ լավ գիտենք, ստություն, գողություն, չարություն, դավաճանություն, շնություն, բայց երբ որ մենք մնում ենք, ու նաև ուզում եմ ասեմ, որ երբ որ մենք աշխարհին ենք պատկանում, երբ որ Հիսուսը մեր կյանքի Տեր ու Փրկիչ չի, մենք նաև մեր արտաքինն ենք սկսում, չէ, փոփոխել, շատ-շատերս հիմա տեսնում ենք ինչա կատարվում։ Բայց սիրելի հետևորդներ, երբ որ մենք մնում ենք մեր Տիրոջ ոտքերի առաջ, մենք գնում ենք այդ կատարելության ճանապարհը, որովհետև Տերը մեզ կատարյալ իր արտաքինով ստեղծեց եւ բնավորության գծերով։ Ու իմ աղոթքն է միշտ ասում եմ Տեր, ինձ դարձրու այնպիսին, ինչպիսին դու ի սկզբանե ստեղծել էիր ինձ եւ բնավորության գծերով եւ արտաքինով։ Եվ այն աշխարհի ամեն ընթացքում խորհուրդ, որ ես վերցրել եմ աշխարհից, հեռացրա ինձանից։ Դու էլ աղոթի ես աղոթքը, թող Տերը մաքրի քո կյանք ամեն սխալ ընթացքներից ու խորհուրդներից։ Աստված քեզ օրհնի։